Սուրլավորամ, Вообще շատ ուժեղ շաբաթ է եղել մեզ համար, որովհետև մենք ճամբար անցկացրեցինք պատանիների համար, մենք փառաբանության երեկո ունեցանք ու դա շատ հզորամ եղել Փառք Աստծու ամեն ինչի համար, այսօր մենք պետք է խոսանք Աստծո սիրո մասին և մենք պետք է խոսանք ոչ թե որ ինչքան Աստված մեզ սիրում է, Աստված մեզ սիրում է ու դա պետք չի ապացուցել ինչ-որ բաներով, որովհետև ինքը արդեն իսկ ապացուցել է դա և տվել է իր որդուն, այլ մենք պետք է խոսանք նրա հայրության մասին, որ ինքը սիրող հայր է և դա ոչ թե իր ինչ-որ բնագիծն է, այլ դա իր էությունն է։ Երբ որ մենք հասկանանք, երբ որ մենք այդ հայտնությունն ունենանք, որ Աստված մեր հայրն է ու ինքը սիրող հայրն է, մեր կյանքը առավել ձևով շատ տեղերեն պետք է փոխվի։ Մենք ընդհանրապես ուրիշ հայացքով պետք է նայենք այն իրավիճակներին, որ կատարվում է մեր կողքը։ Մենք ուրիշ հայացքով կնայենք այն մարդկանց, ովքեր մեր կողքին են։ Եվ մեր մեջ բնավորությունը, կսկսի բնավորությունը փոխվել է։ Առաջի Հովհաննես 4:8 գրված է. Աստված սեր է։ Ինքը չի ասում, որ Աստված սիրում է, ինքը ասում է, Աստված ինքը սեր է, ու դա իր էությունն է։ Ինչքան ասենք ինքը սիրով լցված է, որ դա ոչ թե ասենք ինչ-որ բնագիծ է, էլի, մեր մոտ, հա սրան սիրում եմ, սրան չեմ սիրում։ Իսկ Աստված ասում է, ինքը էությունով սեր է, այդ սերը իրանից բխում է։ Ու բերեք մի հատ հասարակ բան մտածենք, որ մեկս ուրիշին սիրելուց իր որդուն կասի գնա զոհվի։ Մենք չենք կարող այդ բան անենք։ Մենք չենք կարող, մեր երեխուն մատի մեջի փուշը մտնեմ է, մենք արդեն եկապատնություն ենք սարքում, հիվանդանոց ենք խառնեմ, հանկարծ երեխուն մի բան չեղնի, երեխեն վեր ենգավ ճամփին ծունգը քերձեց, արուն եկավ, всё, սաղ թաղը խառնված է, ոնց եղավ տենց։ Մեր երեխուն մի հատ բան են ասեմ, մի հատ կպնում են, մենք սաղ աշխարհը պետք է խառնենք, պետք եղնի դպրոցն է կտրակ հասնենք, եթե հանկարծ բան եղնի։ Իսկ ինքը ասում է, ես այդքան եմ քեզ սիրեմ, որ ես իմ տղուն, միակ տղուն զոհում եմ քո համար։ Ու դա հենց իր մեջի էությունն է, սերը մարդկանց նկատմամբ, սերը բոլորիս նկատմամբ։ Սաղս գիտենք անառակ որդու պատմությունը, կարդացել ենք, չէ՞։ Եկեք բացենք Ղուկաս ավետարան 15-րդ գլուխ 11 խոսքից։ Դարձյալ ասաց, մի մարդ երկու որդի ուներ։ Շարունակում ենք։ Նրանցից կրտսերը հորն ասաց, հայր, տուր ինձ ունեցվածքիցդ ինձ հասնող բաժինը, և նա ունեցվածքը բաժանեց նրանց։ Մի քանի օր հետո կրտսեր որդին ամեն ինչ հավաքեց ու հեռու երկիր գնաց, ու այնտեղ իր ունեցածը վատնեց անարակությամբ ապրելով։ Եվ երբ ամբողջն սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղավ, ինքն էլ սկսեց չքավոր դառնալ։ Եվ գնաց այդ երկրի քաղաքացիներից մեկին դիմեց
Ուսա նրան իր ագարակն ուղարկեց, որ խոզ արածեցնի։ Նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտուղներով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք նրան չէր տալիս։ Եվ սթափվելով ասաց. «Քանի վարձկաններ հորս մոտ առատ հաց ունեն, իսկ ես այստեղ սովամահ կորչում եմ։ Վեր կենամ, հորս մոտ գնամ ու նրան ասեմ. հայր, մեղանչեցի երկնքի ու քո առաջ։ Այլևս քո որդին կոչվելու արժանի չեմ, ինձ քո վարձկաններից մեկն արա։ Եվ վեր կացավ իր հոր մոտ գնաց։ Եվ երբ նա դեռ հեռու էր, հայրը նրան տեսավ եւ գթաց, վազեց նրա վզովն ընկավ ու համբուրեց նրան։ Եվ որդին նրան ասաց. հայր, մեղանչեցի երկնքի ու քո առաջ, այլևս քո որդին կոչվելու արժանի չեմ։ Հայրն իր ծառաներին ասաց. իսկույն բերեք լավագույն պատմուճանը ու հագցրեք նրան, մատին մատանի դրեք, ոտքերին կոշիկներ, բերեք պարարտ ես զմորթեք, ուտենք ուրախ լինենք, որովհետև իմ այս որդին մեռած էր ու կենդանացավ, կորած էր ու գտնվեց, եւ սկսեցին զվարճանալ։ Ամեն։ Ամեն։ Հիմա տեսեք, մենք միշտ սովորել ենք, երբ որ ես առակ ասում մենք ասում ենք այն կողմից, որ ասենք անառակ որդիներ, գնաց, ինչ եղավ, մենք ենք անառակ որդի, եկել ենք Աստծուն, բայց տեստի այս առակի կենտրոնական հեղինակը դա հենց հայրն է։ Ինչ եղավ, երբ որ ինքը, բերեք մենք, գիտեք, 5 բնավորություն հայրի, որ ինքը ստի ցույց է տալի։ Նախ առաջինը տվյալ հայրը վստահում է Աստծուն։ Տղեն եկավ, ուզեց իր ունեցվածքի կեսը, ասավ իմ բաժինը տուր ինձ, ես գնացի։ Ինքը տալիս է, վստահում է Աստծուն, ասում է գնամ։ Թող Աստված քեզ օրհնի, թող քո գործերը լավ եղնի, բայց դե տղայա գնացել է, սաղ տվել է քամուն, Աստված մեր շատ վաղտը մեր մոտ, ու մենք էլ ենք տենց, որ մենք այն ինչ որ Աստված մեզ տալիս է, մենք չենք նայում, որ դե խնայաբար բան անենք, Աստված տալիս է մեզ, բայց թե մենք շատ վաղտը թեքվում ենք այն ճանապարհից, որ Աստված մեզ տվել է։ Սայթակում ենք, ընկնում ենք ուրիշ բաների մեջ։ Աստված ինքը համբերող է ու ինքը հավատում է, որ լուբոյ դեպքում մենք կբարձրանանք, որ մենք լուբոյ դեպքում էլի պետք է գանք իր մոտ, էլի պետք է գանք։ Իրավիճակները կստեղծեն այնպես, որ մենք պետք է գանք իր մոտ։ Ճիշտ է, ցավոք աղնեմ, երբ որ մենք ցավով ենք գալի։ Ոչ մեկս չենք ուզի գնանք, դուք պատկերացրեք, ինչ ա եղել Իսրայել ազգի համար, որ ինքը գնա ուրիշ ազգի մոտ խոզ արարածի։ Խոզը եղել է կեղտոտ կենդանի, որ իրանք չունեն կպնել նույնիսկ խոզի։ Ուտելու մասին չեմ ասեմ, որոնք դա իրանց մարտաբու էր, բայց թե ստի ինչ աղնեմ, ինքը ասում է գնամ, այս մարդուն խնդրեմ, այդ մարդին գրգում է իրան, ինչքան աստորացնեմ, որ գնա խոզը։ Ինչի համար մենք անենք նենց, որպեսզի մեր կյանքում այդ բաները եղնի։ Ավելի լավ չի, որ մենք հասկանանք, հայտնություն ունենանք եւ Աստծու մոտ քայլենք, միշտ հոր կողքին եղնենք։ Ինչ է եղնեմ այդ տղու հետ, ինքը հասկանում է, որ հոր մոտ ավելի լավ է, քան թե ուրիշ տեղ։ Մենք պետք է այդ հայտնություն ունենանք, որ հոր մոտ ավելի լավ է, որ Աստծու կողքին մենք ավելի լավ իրավիճակի մեջ կեղնենք, ինչքան ուզում է եղնի։ Երկրորդ, հայրը թողեց, բայց թե հայրը մոռացավ, նա չի մոռանամ։ Նա կայնած աղոթում է։ Նա կայնած նայում է, որ
Իմ տղեն պետք է գամ։ Իմ տղեն, ես հույսով եմ, որ իմ տղեն կվերադառնա։ Und նա համբերատար սպասում է։ Նա աղոթում է, նա համբերատար սպասում է։ Ոնց է դա բան անեմ, դրսևորվեմ։ Նրա աշկը ճանապարհի վրա է։ Նա անընդհատ նայում է ճանապարհին։ Ինչից մենք հասկացանք դա։ Երբ որ տղեն գալիս էր, հայրը հեռվից տեսավ ու վազելով գնաց տղու մոտ։ Սպասում էր։ Հայրը սպասում է։ Նա սիրում է, նա աղոթում է, նա ասպստահում է, նա սպասում է։ Եվ նա ընդունում է։ Նա ընդունեց նրան։ Գրկեց։ Տղին այս ասում է, ես արժանի չեմ։ Ես ամեն ինչը կորցրել եմ։ Այն ինչ որ դու ինձ տվել ես, ես ամեն ինչը կորցրել եմ։ Ես արժանի չեմ, ես ուզում եմ քո ծառա դառնամ։ Հայրը ինչ անեմ, վերականգնացնեմ։ Գիտեք, Ազիայի, Վաստոկը հագնվածքը շատ մեծ կապ ունի։ Ասենք Ամերիկայում բանը մնդի չես ջոկի միլիարդ ռաթ է բանա, բոմժի նման հագնվածքը նման։ Խի, ինչու մենք ասում ենք, որ մարդուն դիմավորում են իր հագուստով, որովհետև այն ձևով ոնց որ հագնված է մարդը, դա եղել է, որ դա եկել է հենց Վաստոկից է եկել, ընդեղից է եկել, որ մարդը եթե լավ հագնված է, թանկարժեք բան է հագնված, ուրեմն ինքը հարուստ է։ Հայրը ինչ անեմ։ Տղու հագուստը հանում է ու թազա հագուստը հագցնեմ։ Նա վերականգնացնեմ ոչ թե միայն նրան, որպես ասենք դու իմ զավակն ես ու դու մնացել ես իմ զավակ, նա իր պաշտոնն է վերականգնացնեմ, նա իր ոնց ասեմ դիրքը, նա սաղին ցույց է տալի, որ չնայեք, որ իմ տղեն հիմի նոր հին շորով է եկել, բոմժի նման է եկել, կարող է ինքը բոմժ է եղել, բայց թե հիմի ինքը իմ զավակն է, հիմի ինքը պետք է նստի իմ կողքին, ոչ մի տեղ, այ իմ կողքին պետք է նստած եղնի։ Հետո ինչ անեմ հայրը։ Նա վերականգնացնեմ տղուն, իր դիրքի ու ամեն բանի մեջի։ Ու նա ինչ անեմ, գտեմ ասմա, այն ամենայն դիշտ ծուլը մորթեք, որ իմ տղեն եկել է, իմ տղու համար, դա սիրող հայրի բնավորությունն է, նա ամեն ինչը վերականգնացնում է մեր կյանքի մեջին, երբ որ մենք վերադառնում ենք և գալիս ենք ընդի, նա ամեն ինչ վերադարձնում է։ Հաջորդը Աստված ինքը առաջնորդում է մեզ։ Մեզ Աստված ստեղծեց իր պատկերի նման ու ինքը մեզ ստեղծեց նենց, որ մարդը ինքը միշտ կարիք ունի Աստծուն։ Ինքը միշտ ունի կարիք Աստծուն։ Ու ինքը միշտ ունի կարիք առաջնորդվելու։ Ինքը միշտ ունի կարիք կյանքի աղբյուրից խմելու։ Ու երբ որ մենք կորցնում ենք այդ աղբյուրը, մենք ծարավ ենք, մենք ման ենք գալի, մենք տարբեր բաների մեջ սկսում ենք փրփրել։ Երբ որ տենում ես մարդը, այս բանի մեջ ընկավ, այն բանի մեջ ընկավ, ստի մեղքի մեջ ընկավ, ընդի բան, ինչ որ գնաց բաներ արեց, ինչ որ ընդի, այդ մարդը ինքը
մանագալի Աստծուն։ Ինքը մանագալի այդ աղբյուրը չի գտնեմ։ Ցույց տվող չկա։ Հենց ինքը իրան ցույց տվեցին, հենց ինքը կապավ այդ աղբյուրից, ինքը էլ չի փոկա դրանից։ Ինքը արդեն դրա մեջ կմնա, որովհետև ինքը ուզում է դրա մեջ եղնի։ Աստված սերը եւ սրբությունն է։ Երբ որ տղեն եկավ հոր մոտ, Աստված իրանի շոր բանի մեջին սկսեց մեղադրել եմ։ Նա չէր մեղադրում։ Ինչու՞։ Նա հասկացավ, որ եթե տղեն վերադարձավ, նա հասկացել է իր մեղքը։ Նա հասկացել է, նա մեղանչել է արդեն։ Գիտեք, այսքանի ժամանակ առաջ ես մի հատ բան եմ լսել, որ դե մի երեխա է գնացել է խանութից ինչ-որ բան է գողացել, հետո գնացել է հետ է տվել։ Երբ որ հետ տալը, դա արդեն մեղանչել է։ Դու արդեն քո սխալը դզել ես։ Դու արդեն տվել ես դա։ Ու երբ որ ասենք կա, բա դու ապաշխարել ես։ Դե մարդը երբ որ հետ է տվել, դա արդեն ապաշխարության պտուղն է։ Եթե չապաշխարեր, հետ չէր տա։ Երբ որ ինքը տարել է տվել, դա ապաշխարության պտուղն է։ Ու հայրը չի նայում այն բանով, որ գիտես դու սխալ ես ինքը եկավ, փոխանակ բերունի, լավ մի բան է գավազանով խփելուց, ասում է ես քեզ սիրում եմ, ես քեզ ընդունում եմ, դու եկել ես, դու արդեն դզվելու հնարավորություն ունես ու ես ինքս քեզ կտանեմ, բայց դրա հետ զուգահեռ Աստված սուրբ է, ոչ մի մեղք իրա կողքին գոյություն չունի, երբ որ մենք գալիս ենք, ու ինչ որ ասենք մեր կյանքի մեջին բաներ կա, Աստված համբերում է, բայց նա սիրով հանդիմանում է դրան։ Աստված ուզում է, որ մենք հասկանանք իր սիրող էությունը, երբ որ մենք հասկանում ենք, որ ինքը սեր է, դա չի նշանակում, որ դե Աստված սեր է, ինքը ինձ սիրում է, ինչ կուզեմ էտե կանեմ, եկա ինքը ինձ սիրում է։ Աստված սիրում է, ու Աստված համբերում է, բայց թե նրա համբերությանն էլ վերջայել եմ։ Նա կարա համբերի, բայց թե մի օր էլ ասի տղա ջան, հերիքա, նա արի մոտս մի հատ չափալախ տամ։ Հաջորդ ինչ կուզեի ասել, Աստված այդ սիրո էությունը դրել է մեր մեջ։ Երբ որ մենք ընդունեցինք Հիսուս Քրիստոսին, Հիսուս Քրիստոսը եկավ մեր մեջ ու սկսեց մեր մեջ ապրել, ու այդ սիրո էությունը եկել է մեր մեջ։ Այդ մենք պետք է հասնենք այն մակարդակի, որ սերը մեր մեջ առավել եղնիս ամեն մի ցանկություններից, Աստծո սերը մարդկանց նկատմամբ։ Ու գիտեք, այսօր ես մի քիչ ուզում եմ մի քիչ բաների մեջ սերը տարբեր բաներ ունի, Կորինթացիների 13 առաջ Կորինթացիս 13-րդ գլխում շատ բաներ ա գրված։ Բայց թե ասենք մենք վերնենք 13 գլուխ 7-րդ խոսքը, ու ասում է սերը ամեն ինչ ծածկում է, ամեն ինչի հավատում է, ամեն ինչ հուսում է, յոթը։ Ուրեմն սերը ամեն բան հանդուրժում է, ամեն բանի հավատում, ամեն բանի հանդեպ հույս ունի, ամեն բանի համբերում է։
ասма покрывает ծածկումը։ Գիտեք, ինչա նշանակում ծածկելը։ Երբ որ մենք տենը մենք ինչ-որ մարդու մոտ, ինչ-որ մեղ կա, մենք չենք բազում ուրիշներին սաղին հայտարարել, գիտես, Վահագը ծխմա, կամ, ես ինչը ուշը ծատալ տա, կամ խոսմա, դու ծածկում ես տա, խոսիրով, ինչա նշանակում ծածկել, առաջի հերթին, սեր ցուցաբերել այդ մարդու նկատմամբ, երկրորդը իր համար աղոթել, երրորդը այդ մարդու հետ նենց սիրով խոսաս, այդ բանի պահով, ուրիշների հետ չխոսաս, եթե դու դա չես կարող անես, գիտեք, Աստծո էությունը ոնց է ինքը բանանեմ, խոսքի օրինակ, մարդը ինչ-որ մի բանի մեջին անդադ սայթակում, անդադ ընգնում ինչ-որ մի բանի մեջին, կաս մարդուն ոչ թե ասես, ասում դուր չի գալի, որ դու սենց ես անեմ, անգաս ասես, գիտես, Աստված քո մեջ ավելի մեծ բաներ ատենեմ, Աստված քեզ բարձրացնեմ, խոսքի օրինակ, մարդը անընդհատ բամբասում է, բան բնավորություն է, չենք սիրեմ բնավորությունը, բայց թե եթե մարդը բամբասում է, կաս իրան ոչ թե ասես ատը հերիքա բամբասես, ինչքան կարաս բան անես, չխփելով, անգայս ասես, գիտես, Աստված քեզ նենց ուժեղ լեզու տվեց, որ դու կարաս քո բնավորությունով, քո բանով մարդկանց Աստծու բերես, լանայի դու ինչքան ճարտար խոսում ես, դու քո ճարտարության լեզուն դու կարաս օգտագործես Աստծու համար եւ Աստված ուզում է, որ դու ավելի շատ իր մասին խոսաս։ Ինչ անել, ինչ արավ։ Մենք մարդուն չենք գցել, մենք մարդուն բարձրացնում ենք։ Աստված ինքը երբ որ գալիս է ինքը ծածկեց։ Հայրը իր որդուն երբ որ տեղավ, ինքը ինչ արեց, ինքը ծածկեց նրա էությունը։ Նա իր շորերը հանեց, իր թազա շոր հագցրեց, ծածկեց, նա թազա կոշիկ հագցրեց, նա բերեց իր կողքը նստացրեց։ Նա իրան բարձրացրեց, նա իրան զորացրեց, ասավ, դու արժանես մատանին տալիս են մենակ այն տղուն, որը ժառանգորդ է։ Փարաոնը, երբ որ մատանին հանեց ու դրեց Հովսեփի մատին, նա ցույց տվեց, որ դու ամենամեծն ես ստի։ Իմ մատանին դա կնինք էր, մատանիները պրոստը նենց մատանի չէր, մատանին, լուբոյ մատանին դա կնինք էր, որ ինքը դրանով կնքում էր ինչ-որ ասենք, դոկումենտներ կամ բաներ, կնքում էր, ու ինքը ասում էր, սենց պտի իլի, մատանիով խպում էր, ասում էր նայի, սենց հա, սա իմ մատանին է, մատանի բանով են ջոգում, ով է մարդը իրա դիրքը, դրա համար Աստվածն է, այդ հայրը դրեց մատանին, նա ինչ արեց, նա վերականգնացրեց իրան լրիվ բաներով, ծածկեց նրա բոլոր սխալները, ու նա վերականգնացնում է, Աստված սիրող հայրը, ինքը վերականգնացնում է, ստի դուս ագալի մի հատ հետաքրքիր հարց, արդյոք պետք չի հանդիմանել մեղքը, պետք է հանդիմանել, բայց թե հանդիմանելը պետք է սիրով եղնի, մեր մոտ մենք գիտեք ոնց հաճախ մենք տենը մենք
ուրիշի սխալները, այն սխալները, որ մեր կյանքում կա։ Այն ինչ որ մեր կյանքում կա, մենք ուրիշների մեջ դա շատ ենք տենում, դա մեզ չչմա։ Երբ որ դու ուրիշ ձևով ես նայում մարդուն, դա չի բանանամ, չի ճճացնեմ։ Եթե ինչ-որ բաներ կա իր կյանքի մեջին, այդ մենք պետք է ծածկենք, կայնանք ծածկենք դա։ Այդ մարդու հետ նստի խոսա, առանձին նստի խոսա, բայց այնպես խոսա, որ այդ մարդուն բարձրացնի քո խոսակցությունը, ոչ թե ասենք այդ մարդը դրանից հետո չկա եկեղեցի։ Պատահում է, էլի։ Ես տեսել եմ շատ բաներ, որ ասենք Քորչի ու կովես չգաս եկեղեցի չերևաս շորը գախի տուրա իրոք գիտեք որ դա ոնց է խփում մարդկանց երբ որ մարդիկ ինչու ասենք այսօր առաքելական եկեղեցի շատեր չեն մտնում Որովհետև մտնելուց պետք է քեզ նախորդ սպից ասեն, էս արա, այն արա, էս հակի, ստի մի կանգնի, դի կանգնի։ Մարդաս այսու մտա, կխակաթանի, կխակաթակի։ Սկանում եք, ու դրա համար ասենք, սերը ասու նա ուրիշա, աստված մեզ ընդունում անեց, ոնց որ մենք կանք։ Ու ինքը իր սերը տալիս է մեզ, որպեսզի մենք փոխվենք, որպեսզի մեր մեջի էությունը փոխվի, որպեսզի մեր մեջի էությունը գա, որպեսզի այդ սերը մեր մեջ դրսևորվի ուրիշների նկատմամբ։ Սերը մարդկանց ստիպելա, որ ասենք մարդիկ նույնիսկ մահի առաջին կայնած իրանք չեն դավաճանել իրանց մարդկանց կամ իրանք իրանց կյանքը զոհել են, որպեսզի ուրիշները ապրեն։ Այդ սերը, Աստծո սերը, որ տվել է հնարավորություն միսիոներները, երբ որ գնում էին ուրիշ երկրները, դա Աստծո սերն է, որ իրանց դրդում է, որ իրանք գնան ուրիշների կյանքը։ Գիտեք ինչքան մարդիկ եղել է, որ իրանք եկել են ուրիշ ազգերի մեջին ու իրանց սպանել են։ Ես մի հատ կինոյի նայեմ, չեմ հիշում այդ կինոյի անունը ոնց է։ Երկու ընտանիք մարդուկին գնացել են միսիոներության, ինչ-որ երկիր, որտեղ ասենք պոպուլացներ էին ապրում, խոր անտառների մեջին, դուք պատկերացրեք այդ մարդիկ մոտ, որ իրանք եկել են, նրանք երկու տղամարդուներ սպանում են, կնանիք իրար հետ միաբանվում են, ասում են, մենք все равно, մենք պետք է անենք, այն ինչի մար Աստված մեզ բերել աստի, մարդկանց թաղում են ու իրանք էլի այդ մարդկանց հետ աշխատանք են տանը, ու ցույց են տալի մի 15-20 տարի անց նմա, այդ մարդիկ սաղ քրիստոնյա են, իրանք էլ չեն անում են ինչ որ իրանք արել են, մարդկանց էլ չեն ուտեմ եւ ու իրոք փոխվել են իրանք։ Ինչն է եղել այդ մարդկանց սերը, որ իրանք այդքան են սիրում, որ ներել են եւ իրանց առաջնորդել են, որ էլ իրանք գնան մինչեւ վերջ, իրանց նպատակը, իրանց միսիան կատարեն։ Ամեն։ Մենք այսօրվա մեջ պետք է հասկանանք, որ Աստված ինքը սեր է եւ Աստծո սերը դա իր էությունն է որպեսզի այդ սերն էլ դառնա մեր էությունը հեքոց